Բարև ձեզ։ Դուք լսել եք դեպքի մասին քույրերի։ Լսել ենք, բայց Ինչպես է եղել, ինչ եք լսել, ինչ են պատմում։ Ես բանից տրուբի վրայից քուրը ընկել է փոքրը, մեծն էլ բաները, ուզեցել է օգնել քույրիկին, սոտ է տվե ինքն էլ ընկել։ Ճանաչում եք, բայց երեխաներին։ Չէ, չեմ տեսել, ես նոր եմ եկել։ Իսկ այդ խողովակի վրայով հաճախ են երեխաները փորձում գետը հատել։ Այդ խողովակը արդեն ես 39 տարի Իրոք մահացու խողովակ։ Հարսեմ, այդ խողովակը Տարի չկա, որ հայդարագություն այդպես բան չկա, որ ինչ որ մեկը չընկնի, մեկը մանավանդ այս գետի վարարման ժամանակ։ Գիտեմ, որ ստորագրահավաք է եղել նախկինում, դիմումով ներկայացրել եք, որ հեռացնեն, ինչու չեն հեռացրել։ Այդ արդեն քաղաքապետարանից դիմանակ այդ հարցերը չեն բաների։ Ինձ ասացին, որ գետից վտանգ չեն տեսնում Վանաձորի բնակիչներից մեկը ասաց, որ ամառվա ամիսներին երեխաները անգամ լողում են այստեղ։ Հա, պարզապես մի կիղտը արդեն այնքան շատ է, ոչ մեկը մի հետ չեկավ շրջեց, չնայեց, չասեց թե ինչ է, մեր ազգն այդքան շատ մաքուր չէ, ինչ աղբսես կլսնենք հետը, իսկ առաջ իմ երեխեքս է, թաղ երեխեքն է միշտ լողացել են այդտեղ մաքուր ջուրը ձուկ կար, նույնիսկ ձուկ կար։ Հարակից շենքից են, չէ, ականատես եղել։ Հա, այս շենքից։ Մի հատքին տեսել է, որ ասում մի հատ երեխա ջուր, վայ մամա ջան, օգնեք, արդեն քույրը որ ընկել, այդ կինը չի տեսել։ Երկրորդ ընկելն է տեսել։ Երկրորդի ընկնելա տեսել ու արդեն ահազանգել անմիջապես, որ եկեք երեխան կապ գետը։ Հա։ Մեծ քրոջն են տեսել։ Այսօր առավոտյան փոքրක් չկար, մարմինն են։ Գիտենք, տեղյակ ենք։ Այդ կարեկան աշխատանքների ինչպիսի գնահատական կտակարություն։ Շատ լավ, որովհետև երկորն է կանգնած ենք եղել, մենք ամբողջ թաղով կանգնած ենք եղել, իրանք անմիջապես եկել են ահազանգից հետո անմիջապես եկել են, անմիջապես անցել են գործի։ Մեր թաղամասի տղաներն էլ ժողովուրդն էլ կամավորներն էլ սովորական մարդ բոլորը Իրիկունը մինչև ժամը արդեն 8:30 լույս ու արդեն մուտը կգներ, իրանք կանգնած մտել են ջուրը, էլի նայել են, էլի հն նոր բաներեցին, փորձեցին։ Ասում են ընտանիքը Արցախից է տեղահանվել։ Չէ, ինչ որ Շիրակի մարզից այդ Աշտիկի գյուղերից են։ Իսկ ասացիք մահապեր խողովակ եք ասում, ինչ եք նման կերպ ասում, այսինքն էլի մարդիկ են խողովակի։ Նույն խողովակից մի հատ երեխա անկել խեղդվել, կինը անկել։ Կինը դուրս է եկել, ամեն տարի մեկ ընկնում է։ Չհաշված ըմբես, կգնին, կօգնեն նորից կհանեն։ Բայց այդ երեխան է խեղդվեց։ Արկելապատնեշը չէ եղել, որ մարդիկ չհատեն այդ հատվածը։ Չէ, ոչ մի անգամ է արկելապատնեշ չի։ Բոլորը գնում են։ Կարճ ճանապարհ է, որպեսզի շուտ հասնեն, սենց դուրս են գալ լեսոցպետով գնում են։ Այսինքն այլընտրանքային ճանապարհ կա, ուղղակի ավելի ընտիր ճանապարհ կա, անդեղը կա, մի քիչ որպեսզի երկար չգնան, իրաց կաղճի համար։ Ինչի՞ սխալ բան խոսած, այնտեղ շները շատ են։ Մենք նույնիսկ մեծերս կվախենանք այդ ճանապարհով գնանք շների պատճառով մի հատ կին շուն ապահում այդտեղ այդ մենք էլ ենք վախում այդ կողմով չնայած մենք այն կողմով ենք գնում այն մի կամուրջով ամենայն դեպս դե մեծերը գետի վարար ժամանակ չգիտեմ իրանք էլի փորձեն անցնեն չէ չգիտեմ բայց որ գետը վարար չէ շատ հանգիստ կանցնվի իսկ այդ օրը գետը վարար է եղել շատ դե անձրևային եղանակ չէր Վանաձոր, բայց դե մենակ Վանաձոր չէ, ամբողջ հանրապետությունով կուկա այս բանով կանցնի, գետով կանցնի, շատ վարար էր։ Նույնիսկ որպես կանգնեիր, կամրջին ենք կանգնեն նայել ենք, սարսափելի բան էր, տեսարան էր, գետը շատ վարար էր։ Հնարավոր է չէր տեղ, նույնիսկ եթե մեծը մտներ չէր կարա փրկի։ Ինչ մնաց փոքր երեխեք։ Очень шла.